Հասկանալի է, որ ՍԴ-ով ստանալով կնքելով իր ուզած վերջնարդյունքը ընտրությունների, իսկ դրանից առաջ Եվրոպական միությունից ստանալով այս ընտրությունների ամենաժողովրդավար գնահատականը Նիկոլ Փաշինյանը պիտի անցներ հաջորդ քայլին այն, ինչ հայտարարել էր քարոզարշավի ժամանակ եւ ինչը գցել էր ժողովրդի գրպանը, ասելով, որ ժողովուրդը ինձանից պահանջում է նստեցնել, չգիտեմ, ունեզրկել, եռագլուխ պատերազմի պերսոնաներին եւ այս ամենը եւ այս ամենը այն ինչ որ հիմա կատարում է, այն ինչ որ հենց այս պահին Նիկոլ Փաշինյանը անում է իր քաղաքական օպոնենտների հանդեպ, դա այն իր խոստացած երկրորդ արարն է ունեզրկելու, բոմբ սարքելու, նստեցնելու եւ այդ ամենը ինքը ձևակերպում է ժողովրդի անունից, որ ժողովուրդը այս ընտրություններով ինձ տվեց եւս մեկ մուրջ անելու են ամենը, ինչ ես պիտի հասցնեմ ավարտին, հրաշալի հասկանալով, որ այն ինչ որ հիմա կատարվում է այս քաղաքական բեսպրեդելը, այս բռնաճնշումները քաղաքական օպոնենտների հանդեպ, այս ամենը չի արժանանալու մարդու իրավունքներով, խոսքի ազատությամբ եւ մնացյալ հարցերով զբաղվող եվրոպական կառույցների շրշույնին անգամ, քանի որ ԵՄ առաջի դեմք Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այստեղ դեռ միջև սահմանադրական դատարանի վճիռը հայտարարեց, որ Հայաստանում տեղի են ունեցել ամենաժողովրդավար ընտրությունները, ուստի եւ այն ինչ որ ծրագրել էր Նիկոլը, հաց եւ տեսարաններ հատվածը հացին մենք դեռ կանդրադառնանք, որովհետև երբ որ Ուրսուլան հայտարարում է, որ մենք պատրաստ ենք Եվրոպական միության 400 միլիոնանոց շուկան բացել Հայաստանի առջև եւ դրա դիմաց ընդամենը տրամադրում են 18 միլիոն եվրո եւ հայաստանյան գյուղատնտեսական ապրանքները մաքսիմում հասնում են զովք, որտեղ հենց հիմա պոմիդորը վաճառվում է 85 դրամով, իսկ ծաղիկը Սիթիում վաճառվում է հսկայական փունջը վարդերի 1490 դրամով, հասկանալի է, որ հաց եւ տեսարանների հաց հատվածը, քանի որ չկա, ահա այն բռնաճնշումներով, որ այսօր առավոտից սկսվել է նաեւ մուլտիգրուպ կոնցեռնի բոլոր գործարաններում եւ բոլոր տնօրենների 70-ից ավելի բնակարաններում խուզարկությունը, այս ամենը տեսարանների հատվածն է, որովհետեւ Նիկոլը շատ լավ գիտի, որ եվրոպական որևէ կառույց ոչ միայն ձայն չի հանելու, այլ այս ամենը համարելու է ժողովրդավար։ Իհարկե, համաձայն եմ նաև ձեր դիտարկման հետ, որ Եկատերինբուրգ այցից առաջ այսպիսի ուրեմն տերոր սկսելով ընդդիմադիր գործիչներից մեկի հանդեպ, որին հրապարակավ սատարեց եւ պաշտպանեց Դմիտրի Մեդվեդևը, ուղղակիորեն անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանը ուղղակի ասում է անելու եմ, եթե չեք ուզում, եկեք ինձ հետ պայմանավորվենք եւ Եկատերինբուրգի այցից առաջ ինչ որ ընդամենը էքսպո է, որտեղ ինքը հանդիպում ունի Ռուսաստանի վարչապետի հետ, ես չեմ բացառում այո, որ այս ամենը այսպես հա ինչ որտեղ Ռուսաստանի հետ պայմանավորվելու հարց է, որտեղ ինչքան էլ այս իշխանությունը փորձի հասարակությանը կերակրել, օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո Նիկոլը հայտարարեց Հայաստանը կարող է ԵՄ անդամության թեկնածու դառնալ, անսովոր ականջների համար սա կարա հնչի որպես մենք դառնում ենք ԵՄ անդամության թեկնածու, ես չեմ զլանալու նորից հիշեցնել, որ Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան 1987 թվականից դիմել էր անդամության համար, 99-ին մի կերպ տվեցին անդամության թեկնածու, մի հատ հաշվեք, 99 թվից քանի տարի է անցել եւ Թուրքիան ինչպես չի դարձել, այնպես էլ չի դառնալու ԵՄ անդամ եւ ինչպես վերջերս իրավացիորեն եվրոպական պարլամենտում ասած Նիդերլանդի падգամավորներից մեկը դիմելով ԵՄ ղեկավարությանը հայ ժողովուրդը արժանի չէ, որ դուք հայ ժողովրդին խաբեք եւ նրանց
կեղծ խոստումներ տաք, եղեք անկեղծ եւ ասեք, որ Հայաստանը երբևէ չի դառնալու Եվրոպական միության անդամ։ Կրկնում եմ, Ուրսուլան ասում է, մենք կանենք ամեն ինչ, որ ԵՄ 400 միլիոնանոց շուկան ձեր առաջ կբացենք, բա բացեք, բա ընդամենը 18 միլիոն եվրո տվեցիր, մադամ, այն միլիարդների դիմաց, որ գնացին եւ կամազներով ընկան ջուրը, կամ հայտնվեցին Սիթիում եւ Զովքում, որովհետև ռուս մաքսավորները, երբ որ Լարսից այդպես էլ որևէ հայկական բեռնատար չանցավ, սրտիկ էին ցույց տալի Նիկոլի Խորհրդանիշը, մեր վարորդներին ասում էին սրտիկ, գնացեք Նիկոլից հարցրեք, թե ինչի ենք մենք ձեր մեքենաները բեռնված մրգով, խմիչքով, ձկնեղենով հետ վերադարձնում, կատաստրոֆա է Տիկին Թովմասյան, համատարած քանդում են ջերմոցները, այդ ամբողջ լոլիկը, ամբողջ բանջարեղենը այսենց, այդ լոլիկի կադրերը, որ նայում էինք, հրավիրել էին Արարատ մի քանի ջերմոցներ, դա հնարավոր չի նայել, մարդիկ նույնիսկ չեն հավաքում, որտև հավաքելու համար բանվոր պիտի վարձեն, ասում եմ լավ ինչի չեք հավաքում, ասում եմ բանվոր պիտի վարձենք, բանվորին պիտի փող տանք, որ այս ծավալը հավաքի, բայց մենք այլևս այնքան տակ ենք տվել, այնպիսի խայտարակ վարկերի տակ ենք, որ նույնիսկ չենք կարող, ավելի հեշտ է, ավելի էժան է, մեզ համար նստում այդպես քոլերի վրա, այդ ամենը փչանա, քան բերենք հավաքեր տանք, որովհետև 40 դրամով անգամ պամիդորը հիմա չեն կարողանում, լոլիկը չեն կարողանում հանձնել, եւ այն որ ասում են մեր լոլիկը, մեր ծիրանը հասավ գերմանական շուկա, մենք տեսանք, որ Գերմանիայի հայերը ասել էին, որ հերիք այլի խափեք, 2-3 հոգի իրանց կապերով երկու չգիտեմ ծիրան են բերել, կամ ասեցին մի գործարար կա, որը իր կապերով ընդամենը $10,000 ծաղի կատարել Լեհաստան, դա ներկայացվեց, որ ԵՄ շուկան մեր առջև այլևս բաց է, ես նորից եմ կրկնում, ես այն առաջին մարդն եմ, որ երկու ձեռքով կողջունեմ, եթե հնարավոր լինի Եվրոպական միության 400 միլիոնանոց շուկան Հայաստանի առջև բացել, բայց ես շատ լավ հասկանում եմ, որ դա հնարավոր չէ, ընդամենը վերջերս էր, որ թե Վարշավայում, թե նաև Իսպանիայում կրկին ֆերմերները դուրս էին եկել բողոքի ցույցի ընդդեմ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների եւ դիմել էին իրենց կառավարությանը եւ պահանջում էին իրենց կառավարությունից արգելել ուկրաինական գյուղատնտեսական ապրանքները, որովհետեւ իրենց ապրանքների գինը ընկնում է եւ իրենց տնտեսությունները ուղղակիորեն հսկայական կորուստներ են կրում։ Հիմա եթե Եվրոպական միության գլխավոր մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարա այդքան ուրեմն ճնշի ԵՄ անդամ երկրներին, որ նրանք համաձայնեն իրենց տնտեսության հսկայական վնասների դիմաց են հսկայական ծավալը մեր գյուղատնտեսական ապրանքների 90%-ից ավելին գնում էր ռուսական շուկա ընդունել, ուրեմն ես կասեմ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մանիպուլյացիայի հերոս է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա ուղղակի հնարավոր չէ։ Սա ուրեմն այս մասով ես ուզում եմ նաև քանի որ Արմեն Աշոտյանի կալանքը եւս մեկ ամիս երկարաձգելուց հետո մենք չէինք հանդիպել, աբսուրդ է, բայց քանի որ մենք ապրում ենք տոտալ աբսուրդի եւ շրջված հայրիների, հա այն Լուիս Քերոլի Ալիսի շրջված հայրիների իրականության մեջ դատարանը Արմեն Աշոտյանի կալանքը եւս մեկ ամսով երկարացրեց։ Գիտեք, ես այդքան չէի զարմանա այս ցինիզմի վրա, եթե չլիներ մի փաստ։
քաղաքացիական պայմանագիրը պաշտոնապես 20 թվականից հետո դիմել էր Եվրոպայի ամենամեծ վերազգային կուսակցության ԵԺԿ-ին, Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամակցելու համար եւ վերջապես կարծես թե իրանց մուրազը մոտ էր, որովհետեւ նույն Ուրսուլան այդ ԵԺԿ-ի անդամը, ինչպես նաեւ Տուսկը, ինչպես նաեւ Մերցը եւ շատերը Գերմանիայի կանցլերը եւ հիմա ՔՊ-ին ընդունելու համար սեպտեմբերի կեսերին ԵԺԿ-ն փաստահավաք առաքելությամբ գալիս է Երևան։ Այն ԵԺԿ-ն, որը իր մի քանի բանաձևերում հաստատել է, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ անվանական նշել է Արմեն Աշոտյանի անունը, ասելով, որ Արմեն Աշոտյանը Եվրոպայի խորհրդի ընդունած բոլոր կրիտերիաներով 2012 թվականին մենք ընդունեցինք Ստրասբուրգում այդ բանաձևը բոլոր ուրեմն չափորոշիչներով քաղաքական բանտարկյալը եւ ուրեմն ինչքան է այս ռեժիմի ցինիզմը, որ անգամ այն կառույցը, որին դիմել է անդամակցելու գալու է Երևան եւ հենց այդ կառույցն է այդ ԵԺԿ-ն է Աշոտյանին համարել քաղաքական բանտարկյալ եւ կոչ արել Հայաստանի իշխանություններին ազատել թե Աշոտյանին, թե մյուս քաղաքական բանտարկյալներին, այնքան մեծ է, այնքան անպարագիծ է սրանց ցինիզմը, որ ասում են ԵԺԿ դու գաս, չգաս, մենք մեր քաղաքական հաշվեհարդարը ում հետ ուզենանք տեսնելու ենք։ Ինչ ասեմ, սա ուղղակի իսկապես աբսուրդ է։ Ես ուզում եմ նաև նորից անդրադառնալ այս տնտեսական կոլապսին, այո, համաձայն եմ ձեզ հետ, նույնիսկ այնպիսի կանխատեսումներ են անում, որ գնացեք, ես չգիտեմ, ալյուր գնեք, շաքարավազ գնեք, չգիտեմ, պահեստավորեք, որովհետև այդ ամենը բնականաբար մենք ստանում էինք Ռուսաստանից եւ հիմա հասկանալի է, որ եթե Ռուսաստանը գնա ընդհանրապես արճակատումը սրելու ճանապարհով, մենք ուրեմն Եկատերինբուրգում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հանդիպումը եւ կարծես թե հասկանալի է, որ որոշակի ուրեմն ճշգրտումներ այդտեղ պիտի արվեն եւ մենք պիտի հասկանանք, թե ինչ է լինելու Հայաստանի տնտեսական ողնաշարի եւ գյուղատնտեսության հետ, համենայն դեպս բազմաթիվ մեր հայրենակիցներ արդեն ահազանգում են Ռուսաստանից, որ նրանց համար արդեն նույնիսկ պայմանագրերը աշխատանքի միգրացիոն նաեւ աշխատանքային պայմանագրերը հրաժարվում են երկարաձգել, ես չգիտեմ, իշխանությունը Ուրսուլայի նեղլիկ ուսերով եւ արդեն հեռացող Մակրոնի ֆիքստուլության վրա ինչքան է վստահ, որ գնում է Հայաստանի տնտեսությունը ուղղակիորեն ջարդելու ճանապարհով, ես չգիտեմ, եթե ինքը վստահ լիներ, ապա այդքան չէր զանգարի Պուտինին եւ ամեն ինչ չէր անի, որ կայանար այդ հանդիպումը։ Համենայն դեպս ես կարծում եմ, որ լուրջ է Հայաստանի տնտեսության վիճակը, մեզ իսկապես շատ ծանր ժամանակներ է սպասվում եւ այստեղ անչափ կարեւոր է լինելու նաեւ միացյալ ընդդիմության համախմբված գործողությունները, կարծես թե հայտարարեցին, որ գնում է համախմբման process եւ թվարկեցին մի քանի առանցքային հարցեր, որոնցից ինձ համար անչափ կարեւոր էր նաեւ ռազմագերիների եւ քաղաքական բանտարկյալների խնդիրը, հայ առաքելական եկեղեցու դեմ այս պայքարը, որը Նիկոլը անպայմանորեն սկսելու է, վերսկսելու է, որովհետև իր նախընտրական ծրագրում։ Ինչ է ասենց ընկնավորված, ինչի է բանանում, եթե ասենք դու անցել ես խորհրդարան, երկիրդ կարող ես, չէ, գոնե թողես մի քիչ հանգիստ մնա, այս ցնցումները ինչի է։ Այսինքն, գիտեք, ես շատ կարևոր հարց եք տալի, բնավորության հարցը, շատ կարևոր հարց եք տալիս, որտեղ ինչն է խնդիրը։ Տիկին Թոմասյան, թվում էր, թե որ իր ուզածը ստանալուց հետո, ինչ է, ասենք իր ուզածը ինքը պիտի փորձեր, գոնե համերաշխության ինչ, համերաշխություն չէ, գոնե մի ցնցի, անվերջ ցնցում ես պատերազմներով, հարձակումներով։ Ես իսկապես չեմ հասկանում, թե դու Նիկոլ ինչ ես ուզում։ Դու ստացար քո ուզածը, քո կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեծը իրավագետ, սահմանադրագետ Վահագն Հովհաննիսյանի առաջնորդությամբ դակեցեն ինչ որ դու ուզում էիր։ Սահմանադրական դատարանը
դակեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի վճիռը, չնայած ինձ ուղղակի ապշեցնում էր սահմանադրական դատարանում որոշ ընդդիմադիր գործիչների, լիազոր ներկայացուցիչների լավատեսությունը, որ մենք այդուհանդերձ լավատես ենք, որտեղ սահմանադրական դատարանում ահա այսպիսի գրագետ իրավաբաններ կան, նրանք իրանց խղճին դեմ չեն գնա, յա իրոք, այդ լուրջեիք ասում, հիմա հարց Նիկոլ, դու ստացար բոլոր այդ թվում բարձրագույն ատյանով քո ուզածը, ինչի համար է այս քաոսը, իրական քաոս, ինչի համար է երկիրը խեղդվում է ատելության մեջ, ինչի ես անում, ինչի ես ստոպը, այդ արգելակը չես քաշում և չես փորձում գոնե տանել նվազագույն կոնսենսուսի և նվազագույն համերաշխության, այո, օրը բացվում է և մի հատ լուր, հիմա էլ կարծես թե ամեն դեպքում փաստաբանին հղում անելով եմ ասում, փորձ է արվում, այս նաև մենք տեսանք հակակոռուպցիոնի հայտարարությունը, ինչ որ խոշոր չափերի լվացում, հարկերի թաքցնում, ակնհայտ է, որ սրանք են հոդվածներն են։ Աննախադեպ ծավալի ասել իր անտի-ռեյտինգը, այդպես անտի-ռեյտինգով որևէ մեկը չի կարող էլի մնալ իշխանության, փոխանակ ինքը մեղմացնի, փոխանակ ինքը ձեռք մեկնի կոնսենսուսի։ Դե այդ մարդը նշանակում է ինչ-որ բան արարել, ստեղծել, գոնե հանգիստ վերնել, թե չի կարողանում։ Այս մարդը քանդելու, ամբողջ էներգիան այս մարդու քանդելու, ձերբակալելու, երևի դրանից է, ինչ ասեմ, էներգիա ստանում, արյուն ստանում, ապրում։ Բայց սա աբսուրդ է, հիմա դուք պատկերացրեք, ասենք գնացել է ինչքան է տուժելու, չէ, այդտեղ աշխատողներ կան, ինչ մեծ հարված է, ասենք ասում է, արդեն դարձել են, ամեն տեղ մտնելուց ասում են 500 հոգի փողոցում հայտնվեցին, 1000 հոգի փողոցում հայտնվեցին, էլ չեմ ասում ինչ ֆինանսական, ինչ ահռելի է հարվածները, բաներ, ռեստորանային համալիր, հիմա պատկերացրեք, ասենք այդտեղ ինչ-որ խնջույք պիտի լինի, հարսանիք պիտի, ինչ է Ինչ է, ինչ խայտարակություն, սպորտային այդ համալիրում հիմա մարդիկ գնում են, այս բան վիճակն է, միակ բանը մնում է, որ պիտի համախմբած այս ամեն ինչի դեմը կանգնել, ուրիշ բան չկա, և մի ուշագրավ բան նոր տարածվեց, ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը խորհրդարանի նախկին խոսնակ Հադար Ադելը ուրեմն պատասխանը շատ կարևոր մի քանի բան է ասել, անդրադառնալով դիտարկմանը, որ Իրանը մշտապես ընդգծում է, որ տարածաշրջանային հաղորդակցությունները պետք է բացվեն առանց երկրների ինքնիշխանության խախտման, այդ համատեքստում ինչպես է գնահատում ՏՐԻՊ-ի նախագիծը և ինչ պայմաններում այն կարող է ընդունելի լինել Իրանի համար։ Ադելը ուրեմն պատասխանել է, ասել է, որ Հայաստանի իշխանությունները մեզ մի քանի անգամ, հետաքրքիր է, չէ, Տիկին Զորաբյան, հավաստիացրել են, որ այս ճանապարհը Իրանի շահերի և երկկողմ հարաբերությունների դեմ չի լինի, մենք հուսով ենք, որ այդպես կլինի, սակայն խորհուրդ ենք տալիս Հայաստանի իշխանություններին և ազգին, որ Ամերիկայի խաբեությանը չտրվել, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Պարսից ծոցի երկրներում այս պատերազմի ընթացքում ԱՄՆ ներկայության հետևանքով պետք է դաս լինի ամերիկացիները երբ մեր հարևանությամբ գտնվող երկրներում ներկայացություններում դա Իրանին հարվածելու նպատակ ունեն, դրանից վնաս են կրում նաև այդ երկրները, տեսեք ինչ կարևոր բան ասել, զգուշացնել։ Մի ուրիշ կարևոր բան էլ ասել, սա էլ է նաև կարևոր, կարող եք ընթերցել։ Ուրեմն այո, շատ անդրադառնալով հարցին, Իրանը ինչպես է վերաբերում Ադրբեջան և Իսրայել, ուրեմն այս ռազմական, շատ տևական ժամանակ ռազմական դաշինքին, որը նաև 44-օրյա պատերազմի ժամանակ էր ակնհայտ, Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը շատ կարևոր հայտարարություն է արել, ասելով, որ անկախ նրանից, թե որ երկրի մասին եք դուք խոսում, տարածաշրջանի ցանկացած երկիր, ով իր տարածքը կտրամադրի որպես բազա, որպես պլացդարմ Իսրայելին և Ամերիկային Իրանին հարվածելու համար, տեղում կստանա լրջագույն հարված, անկախ դրանից, թե դա որ երկիրը կլինի, սա ի պատասխան հարցին Ադրբեջան, Իսրայել, ռազմական դաշինքին և Ադրբեջանի կողմից Իսրայելին հնարավոր պլացդարմ տրամադրելու Իրանին հարվածելու համար։ Սա լրջագույն նախազգուշացում է Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից և նաև նույն պաշտոնյան անդրադառնալով ԹՐԻՊ-ին հստակ ասեց Հայաստանի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այդ ճանապարհը Իրանի շահերի
դեմ չէ եւ կրկին հիշեցրեց, որ եթե այդ ճանապարհը լինի Իրանի շահերի դեմ, ապա մենք ըստ էության լրջագույն խնդիրներ կունենանք եւ ահա այս իրավիճակում, երբ որ օղակը Հայաստանի շուրջ սեղմվում է եւ տնտեսական առումով, մենք տեսնում ենք, թե Ռուսաստանի հետ ինչպես է լարված հարաբերությունները եւ նաեւ տարածաշրջանը սենց պայթող տակառի վրա նստած է, Նիկոլ Փաշինյանը ստանալով ՍԴ-ով իր ուզած կնիքը փոխանակ չգնա, այո, չգնա լարվածության խորացման, դադարեցնի այս քաղաքական հետապնդումները, մենք տեսնում ենք, որ երկիրը վերածվում է ուղղակիորեն քաոսի, տանում է ցնցումների, ինչի համար, երբ որ այս ատելությունը, այս անհանդուրժողականությունը սպանել է երկիրը եւ կա միակ տարբերակ, երկիրը դուրս բերել այս տոտալ բռնաճնշումների, այս քաղաքական հետապնդումների, այս ատելության քաոսից, ինքը գնում է այդ քաոսը ուժեղացնելու ճանապարհով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։